Ես եթե լինեի ժյուրի, միանշանակ քեզ կասեի ոչ։ Հայկական ասպարեզում չես հասնում ինչ որ հաղթանակների, բայց միջազգայինում առաջի տեղերով գնում ես։ Ես մտածում եի լավ, այսքան որ չի ստացվում, գալիս հարցնում եմ վերջին կետին, ինձ ասում են լավն ես, բայց չէ։ Ինչով է պայմանավորված։ Ես անկեղծ չգիտեմ։ Մի հատ ինձ կարող ես նկարագրել քո այդ ձիովասպետին, ով կարող է լինել։ Դե հիմա որ էշով էլ գան լավ կլինի։ Զիրա ջան, մեր հաղորդումը երգի մասին։ Ասա։ Հավանում ես։ Սյուզաննա, Երբևէ իմ լսած ամենագեղեցիկ cover-ը իմ երգի, շնորհակալ եմ, լուծումները ֆանտաստիկ, ողջ նվագախմբից հայտնում եմ իմ խորին շնորհակալություն, իսկապես շատ գեղեցիկ էր անկեղծ։ Շնորհակալություն քեզ։ Եվ իհարկե ձեզ։ Շնորհակալություն քեզ։ Այստեղ ունենք մենք հայկական ադատ, հենց ես ծափ եմ տալիս, նոր իրենք ծափ են տալիս։ Կարանք փորձենք, մի հատ դու ծափ տաս, տես որ չեն տա։ Տեսար, նայ։
Լավ կներեք։ Ես հյուր եմ որ ասում այստեղ կանոնները ես եմ թելադրում։ Շնորհակալություն Relax Project-ին հրաշալի երաժշտական ձևավորման համար, ապրեք շատ լավ էր կանոնով, հայկական կանոն։ Իսկ ես ուզում եմ տեղեկացնել, որ դուք միացել եք Նոր ալիքի YouTube-յան հարթակին ու դիտում եք Բառ ու բազ երաժշտական podcast, որտեղ հարցերը երբեմն մի քիչ անհարմար են, իսկ պատասխանները դիպուկ եւ իրական։ Դիմավորեք Սյուզաննա Մելքոնյան։ Ես եւս շնորհակալ եմ հրավերի համար, անկեղծ շատ սիրուն է ձեր տաղավարը։ Շնորհակալություն։ Շատ սիրուն մարդիկ են ու անկեղծ շատ վաղուց այսքան Վլադի դեմքին նայում, սիրուն մարդեր մեզ դու։ Վլադը վաղուց գեղեցիկն է, հենց առաջին իր կնոջ համար։ Վլադ գեղեցիկ։ Ու շատ դրական աուրա կա, որը շատ կարևոր է։ Բոլոր նկարանումներում լավ գիտես։ Շնորհակալություն եղեք բոլորիդ։ Ես ուզում եմ քեզ հետ միանգամից խոսակցությունը բացել մրցույթների հետ կապված։ Ահա, դու գիտեմ, որ շատ մրցույթների ես մասնակցել։ Կասես առաջին մրցույթդ երբ ա եղել։ Առաջին մրցույթս որպես այդպեսին 16 տարեկանում Հայ Սուպերստար 4-ն էր։ Օ, ահա։ Աստվածի մեջ քան տարի անցել։ 16 որ թիվներ է։ Ես 33 տարեկան։ Ես քո տարիքը չեմ հարցնում։ Ես հարցնում եմ դա որ թիվներ։ 2009 գծիկ 10 թվականներ, տարեվերջում սկսվեց եւ իրականում շնորհակալ եմ այդ պրոյեկտին, որովհետեւ հենց այդտեղից սկսեց ձևավորումը Սյուզաննա Մելքոնյան երգչուհու։ Ահա։ Ու այդպես գնացին բոլոր մրցույթները իրար ետևից իմ կյանքում։ Իսկ այդ ժամանակ ժյուրիները ովքեր են կհիշես։ Դե մեր սիրելի Գոր Գլումովը առաջինը, Նայրա Լորիկովնան, փոփոխական էին երրորդ ժյուրիները, ես հիշում եմ մեր ժամանակ շատ հաճախ նաև դերասանների էին հրավիրում եւ ես այդ եթերաշրջանից եմ, մենք նույն տասնյակում ենք եղել Իվետայի հետ Մուկուչյան, Հայկի հետ Պետրոսյան եւ կարծում եմ լավ եթերաշրջան, որովհետեւ լավ կատարողներ տվեց ամեն դեպքում։ Իսկ ինչ տվեց քեզ այդ պրոյեկտը։ Փոքր հասակում միանգամից այսպես կյանքի դպրոց, որտեղ ես մոլորվեցի, լաց եղա, տանջվեցի, բայց գիտես, ընկա ու վեր կացա միանգամից արդեն 17 տարեկանում շատ ավելի հասուն արդեն աղջիկ, քան իմ հասակակիցները։ Ես գիտեմ, որ դու շատ փորձությունների միջով ես անցել, շատ մրցույթների ես մասնակցել, նաև երկրից դուրս։ Կհիշեցնես, որ մրցույթներն են։ Ոյ, նոր ալիք Ղազախստանում 2 մրցույթ եմ ունեցել, դե իհարկե ռուսական մեծ հեռուստաշոուն, որը բոլորը գիտեն, Նուկով Սևմեսте։ Եվ փառատոնների եմ մասնակցել ու արդեն վերջին տարիներին այդ փառատոնների կողմից դրսում հրավիրվում է արդեն որպես ժյուրի, այնպես որ ոչ միայն իմ երկրում եմ հրավիրվում ժյուրի։ Որպես ժյուրի ես եղել։ Այո, Նուկով Սևմեսте-ում 2 տարի եմ եղել ժյուրի, փորձագետ։ Արդեն պատին դու այնտեղ 100-նյակում հայտնվում ես որպես։ Դու կայ այդ պատի վրա նստած ես եղել։ Այո։ Ես քեզ չեմ տեսել։ Այդ քո խնդիրն է։ Ես իրական չգիտեի, ես գիտեի, որ դու մասնակցել ես։ Մասնակցել եմ, հաղթել եմ եւ հետո արդեն Ինչ ասացիր, հաղթել եմ։ Այո։ Շնորհակալություն։ Իբր չգիտեի։ Իսկ այդ հաղթանակ կոնֆլիկտներով չի եղել։ Բացարձակ։ Բոլորը միաձայն։ Միաձայն։ Ոտքի կանգնեցին։ 99-ից միայն մեկն էր վերջում։ Ով չի կանգնել, ասա հենց հիմա։ Սաշա անունով երգչուհի, որը Սաշա անունով երգչուհի։ Ինքը երկու։ Ինքը չի հասկացել ինչա կատարում, պրոստը վերել է։ Բայց իրականում Լազարևը իրեն դուրս հրավիրեց, արդեն մյուս եթերաշրջաններում ինքը չկար։ Պրոյեկտից։ Այո։ Մոլոդեց Որովհետև իրականում ոչ միայն իմ նկատմամբ կար է, բայց գիտեք, երեխեք, ուզում եմ մի բան ասել, հիմա որ ես եմ ժյուրի արդեն վաղուց, յուրաքանչյուրը ունի իր կարծիքը անկեղծ, ուղղակի կան դեպքեր, որ պետք չի ինքնահաստատվել մասնակցի պարանոցի հաշվին, սա մի քիչ ուղղակի երևի այդ դեպքն էր։ Ինձ ասեցիր, եղել ես ժյուրի։ Այո։ Այն տարիներին, երբ որ դու եղել ես պրոյեկտներին մասնակցել ես։ Այո։ Արդյոք համակարծիք ես եղել ժյուրիների կարծիքների հետ, արդյոք տեղ ես տվել նրանց ասածը կամ ժյուրին ինչ-որ բաներ ասել, որ քեզ նյարդայնացրել է։ Քանի որ ես մրցույթների այսպես շատ մասնակցած մարդ եմ, բնականաբար ունեցել եմ շատ տարբեր դրվագներ, տարբեր իրավիճակներում, բայց մի բանը կարող եմ այս հաջորդիվ, սերնդին ասել հաստատ, որ այդ պահին գուցե դուք տաքացած եք, վիրավորված եք, թվացյալ ինչ-որ անարդարություններ կան ձեր կյանքում, բայց հիշեք մի բան, որ հենց այդ դրվագներն են, եթե դուք պայքարող մարդ եք, ձեզ դարձնում այն, ինչը որ պիտի դառնաք հաջորդիվ։ Եղելա, որ ինչ-որ մի կարծիք հիշես ու այդ կարծիքը քեզ ջղայնացրել
ձայնացրել է կամ նեղվել ես այդ իր ասելուց։ Նայրա Լորիկովնան հիշում եմ առաջին անգամ, երբ բենդ ասված անգամ 16 տարեկան չգիտեի ինչ է, երաժիշտով է բեմը տեսախցիկը եւ մեր առաջին գալահամերգներ ու մի քանի անգամ ճիշտ տեղում չէի կարողում սկսել երգը անդադ ստոպ այսօրվա պես հիշում եմ Նայրա Լորիկովնան վերցրեց բարձրախոսը ու ասաց եթե մեկ անգամ էլ կանգնի շարունակում եք նվագել ոնց ուզում է թող երգի բնականաբար որպես դպրոցական այսպես խեղճացած աղջիկ այդ պահին ես իհարկե շատ նեղվում եմ սկսում եմ լաց լինելով անգամ այդ աստիճանի ներսս հա երգել բայց երբեք չի եղել առիթ ես ամենայն սրտով ուզում եմ Նայրա Լորիկովնային շնորհակալություն հայտնել որովհետև այդ պահից սկսած հենց այդ րոպեից սկսած ինքը սկսեց գծել Սյուզաննա Մելքոնյանին որովհետև եթե ինքը չսաստեր ինձ այդ պահին ես երևի երբեք էլ չպայքարեի անկեղծ Ես գիտեմ դու շատ պայքարող նպատակասլաց մարդ ես ինչ տենց չի տենց չի տենցա խոսա ինչի չես խոսում Ինձ ասել են որ չխոսամ Չես խոսում ես կխոսամ Հիանում եմ քեզանով Դե սուս մնա լավ Սյուր ջան եղել է այնպիսի մի ժյուրի ցանկացած տեղ որ հակակրանք է զգացել քո հանդեպ Ոյ 22 թվականն էր ներքուս զգացել ես որ ինքը 22 թվականին երբ Ղազախստանի Հանրապետությունում Ալմատա քաղաքում մասնակցում էի միջազգային երգի փառատոնին դեպ առաջին տեղով վերադարձել եմ հայրենիք ինչու ոչ Grand-Prix այլ առաջին տեղ, որովհետև վերջում մնացել ենք երկու մասնակից, ղազախերեն երգով պրոյեկտը այդպիսինն էր, այո, իրենց ֆորմատը այդպիսինն էր, բայց ծիծաղելին այն էր, որ բնականաբար ես իմ մայրենի լեզուն կարող եմ չէ լավ երգել, ղազախից լավ, բայց հայուհին երգում է ղազախերեն ու մրցել ղազախի հետ, այդ արդար չէր ինձ համար, որովհետև ես հանգիստ կարող էի Grand-Prix վերցնել ու սա թող մեծամտորեն չհնչի, բայց վերցնել Grand-Prix-ին տալ Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին իրենց երկրում, որովհետև երգում է ղազախերեն ավելի լավ, քան ես բնականաբար։ Զիրան ջան, կներես էլի, ես էլ խոսամ մարդ եմ ստեղ, ինձ արդեն ասել եմ որ կարող խոսամ։ Սյուժան կներես, ինչ երգել է ղազախերեն երգը, որ խնդրեն կարաս ինչ-որ Իհարկե։ Ժզվմերն մզվմերն կասկարտա, բարաշատր խոսկայթը, զմրայթն մենն բալակետ կմդեյ, բրժալտեդը ույտի շықան կետ կմդեյ Շատ լավ է, ապրես, ծապ Բայց գիտես ինչ դժվար էր տեքստը սովորել, հետո երաժշտության մեջ Մի հատ խնդրում եմ ինձ ամենաբարդ բառը ասա, ես փորձեմ կրկնել, էլի Կասկարտը Մոտ ասա ավելի Կասկարտը Չասես Սպասի Չասես Սպասի ասկում Իե Նայ Այս Կասկարտը Քիմքի վրա Կաս Սյուժան բացատրի Զիրոնին քիմքի ինչ է Ինքը չի կարող չիմանալ, որովհետև դերասան է, մենք թատերականում բեմական խոսք ենք անցնում։ Դու լե դու փորձի։ Սյուժան մի հատ էլ էլի։ Կասկարտը։ Այո։ Նայ, դու նշեցիր, որ տարբեր տեղեր մրցույթների ես մասնակցել։ Դա քեզ համար եղել է, որպեսզի դու մասնակցես, հաղթես, թե ինչ որ մեկին ապացույցելու բան ունեիր։ Գիտես եւ այսպես տարիքային փուլերով գալիս գնում է կար ինչ որ ավելի փոքր տարիքում ինքս ինձ ապացուցելու բան Դե Սուպերստարից հետո X Factor-ից հետո դեպի Եվրատեսիլից հետո որ մեկն ասեմ իրականում ամեն մրցույթ իր եւ լավ եւ չակերտավոր էս դեպքում որտեվ արդեն ընդունել եմ այդ ամենը վատ կողմերը տվել է եղել է անգամ դեպք որ ես մտածում էի լավ այսքան որ չի ստացվում գալիս հարցնում եմ վերջին կետին ինձ ասում են լավն ես բայց չէ Ինչով է պայմանավորված Ես անկեղծ չգիտեմ Չկա, արդարացումը չկա ինչի համար Չէ, որովհետև այդ պայն երևի թե իմ ժամանակը չէր Երևի թե այդ մարզումներն էր փուլ որ մեծ մրցույթում ես հաղթեի վերջապես Ահա, զգացի Եվ դրան հաջորդեին միջազգային հաղթանակները Միջազգայինը գիտես ինչ է Բլադ Մի րոպե Հա Շատ լավն է Օրինակ
Նայ, քեզ համար դա վիրավորական չի, օրինակ, որ հայկական ասպարեզում չես հասնում ինչ որ հաղթանակների, բայց միջազգայինում ծառոճի տեղերով գնում ես։ Մինչև միջազգայինում ունենալ հաղթանակները առհասարակ վիրավորականներ ինձ համար, որովհետև ես ինքս իմ ներսում խաղաղ չէի այդ բոլոր հարցերի հետ կապված։ Ու սա ընդհանրապես թող չհնչի պաթետիկ պատասխան կամ դիվանագիտական պատասխան, ես կարողացել եմ իմ ներսում հաղթահարեմ այդ խնդիրները, ինքս ինձ հետ առաջինը։ Այ այս ամենը որ երկով կցանկանայր ամփոփել եւ անցնել առաջ։ Կա տենց մի երկ, որը դուք կառաջարկեք։ Մենք առաջարկենք։ Ես շատ բան արել որ կատարել։ Բան չունեմ ասելու, բայց նկարագրի քո ճանապարհ էլի իրականում այս։ Քանի որ մեր կյանքի ընթացքը միշտ շարունակական է նաև հաջորդ սերնդի համար։ Ես կցանկանամ, որ երգենք այսօր Show Must Go On։ Դու հիմնականում դուք երգեք, ես վայելեմ։ Okay, կարող ենք ընկեր Վլադ։ Իհարկե շատ անսովոր է այս երգը նստած, բայց ոչինչ։ Empty spaces, what I will live for. Abandoned places, I guess we know the score. On and on, does anybody know what we are looking for? Not a hero, not a mindless crime. Behind the curtain, in the pantomime, hold the line. Does anybody want to check it anymore? Show must go on. Show must go on, yeah. Inside my heart is breaking. My makeup may be flaking, but my smile still stays on. Շատ շնորհակալ եմ, դուք ֆանտաստիկ եք, մերսի։ Յա, ապրես, Սյուզան, մի րոպե։ Հրաշալի է ոնց, Վլադ, Ջան, որ կարում եք։ Բրավո, ես միշտ զարմացել եմ քո ձայնի վրա, միշտ ասում եմ, ես եթե լինեի ժյուրի, միանշանակ քեզ կասեի ոչ։ Բայց դրամա դու ժյուրի չես։ Դրամա ես ժյուրի չեմ, նայ, մի հատ ինձ կարող ես նկարագրել քո այդ ասպետին, զիով ասպետին, ով կարող է լինել։ սպիտակ։ Դե հիմա որ էշով էլ գան լավ կլինի, եթե Հասկանում ես, նայ, նախր նա ինչ ես թողել, որ հասնի էշին։ Բայց ես չեմ թողել, Դե իմաստ ես, որ էշով էլ գան Դե էլի։ որովհետև այսօր մի քիչ են էպոխայում ենք սիրելիս, որ տղաները ավելի հանգիստ զոնայում են, քան աղջիկները։ Դա պրակտիկորեն զոնան ո՞րն է։ Հանգիստ զոնան ավելի շուտ են հանձնվում, ավելի քիչ են պայքարում։ Դրա համար էլ կինը, այո, խոսքը քո խառնվածքի տղաների մասին չի։ Տես, ես իրականում այսպես հպարտությամբ չեմ ես փաստը նշում, ավելի վատ մեզ համար։ Ես մտածում եմ, որ քո կողքին լինի ինչ-որ տղամարդ, որը քեզ կսիրի, քեզ կօգնի, քեզ ամեն հարցում օգտակար կլինի, ու վստահ եմ քեզ չի խանգարի։ Այստեղ մի շտկում, եթե թույլ կտա Զիրան, իմ կյանքում միշտ կարող են լինել տղամարդիկ, ովքեր ինձ կսիրեն, կցանկանան հարաբերությունների մեջ մտնել, բայց որոշումը իմը պետք է լինի, գիտես, ես չեմ կարող իմ կյանքը վստահել մեկին, որը խաղաղ ու հաշտ չէ ինքը իր հետ։ Թե չէ, այդպես շատ կան, որ ուզում են, ցանկանում են մոտենալ, շփվել, բայց ես այն տարիքում չեմ նաև, որ այսպես թռի-վռի մի ճպուր մտածեմ։ Դու չես թողնում, նայ, ես ասում եմ անկեղծ, դու չես թողնում, որ այդ պատկերացում ունեցող մարդիկ քեզ տեսնեն։ Դու միանգամից քո դիմացը պատեր ես շարում, որը այդ քեզ խանգարում է։ Ախր հիմա դու այնպես ես վերլուծում, ասես մենք հարաբերությունների մեջ ենք եղել, ես պատ եմ շարել քո առաջ, դու շատ բան չգիտես։ Զիրոյան, ես էլ քեզ եմ սիրում, լավ։ Նայն, չղայն ասում եմ։ Նայ, ես օրինակ հիմա դարձել եմ շատ բծախնդիր։ Չգիտեմ, դա տարիքի կլինի խոսամ։ Ես քանի որ քո կենցաղում չեմ,
Զիրոյան, ես ինքս մենք գոլեգաներ ենք համարվում, հասկանում ես, եւ կարող ենք շատ դեպքերում ապրումակցել իրար։ Բայց ինչ խոսք, գուցե տվյալ մարդու խառնվածքը այնպեսին է, որ ինքը չի հասկանա քեզ։ Դե հա, բան չունեմ ասելու։ Բայց չէ՞ որ նաև մյուս կողմից ասում են սերը գծիկ բուդ լիարժեքության խորհրդանիշն է միմյանց։ Գիտես, նաև սերը խոսվում է նրա մասին, որ սերը հասկանալու, փողզիջումների, ներելու այդ ամեն ինչի մասին է։ Այդ սերը չի, ախր։ Բայց ես քեզ հասկացա դու ինչ ես ասում։ Այդ նաև իմ դեպքում պատճառներից մեկն է, որ պատկերացու դու տղամարդ ես հայ, իսկ ես հայկին եմ, ում ամեն տղամարդ իսկական չի կարող հասկանալ ու հասկանալ իմ աշխարհը։ Իսկ հետևություն, եթե չեն հասկանում ինձ իմ աշխարհը, չեն ինձ ծափահարում, ինձ ընկեր չեն լինում իմ մասնագիտության մեջ նաև ես չեմ կարող ընտանիք կազմել այդպիսի մարդու։ Ես չեմ ասում, չէ, նայ, դու այդպես ես մտածում, ես չեմ ասում գա ինչ որ մեկը իմ կյանք ու մտնի իմ մասնագիտության մեջ, քավլիցի չեմ ուզում։ No, ինքը իմ մասնագիտությունից պիտի շատ հեռու լինի, ու ինքը չպիտի իմանա իմ մասնագիտության մեջ ինչերա կատարվում։ Քեզ խանդոտքին պետք չի։ Բացի խանդոտքինը, չէ, դե հիմա այնպես է դասավորվել, որ գործի առումով ես շփվում եմ բոլոր մարդկանց հետ։ Հետաքրքիր որ ես շատ խանդոտ մարդ եմ անկեղծ։ Ես էլ օրինակ չեմ պատկերացնում իմ ոլորտից ինչ-որ։ Ես խանդոտ չեմ, ես ուղղակի առաջնորդվում եմ հայկական հին ադաթով, ասացվածքով։ Ինչ։ Ամուսասաշի դրա համար է խոսում խանդոտ չի։ Չէ, իրականում չէ, ես տենց եմ մտածում ու ես ինչ որ բաներ կա, որ իմ կյանքում դա դրած է, որ ես առաջնորդվում եմ դրանով, որից մի օր կիմանամ։ Ինչ էլ ուզում ա լինի։ Լավ էր ամեն ինչ։ Չէ, իրոք, չէ, ես չեմ խանդում։ Եթե ինչ-որ մի բան պիտի անի, ուրեմն թող անի, ուրեմն ես էլ իր համար չկամ, եթե ինքը այդ ամեն ինչը անում։ Խանդոտ լինելը դա նաև խառնվածքի երանգներից է։ Դա կամ կա, կամ չկա, հասկանում ես։ Իմ մոտ չկա, հիմա վատ խառնվածք ունեմ։ Ես չասեցի վատը, ուղղակի փաստն եմ արձանագրում։ Վերադառնալով մեր թեմային, ես հասկանում եմ դու ինչ ես ասում, բայց չէ որ բալանսի մեջ է ամեն ինչ գեղեցիկ։ Ինչ որ տևական շրջան կգաս գիշերը 1-ին, հետո կյանքը կստիպի, որ դու ինքդ կցանկանաս տուն գալ։ Այդ ցավը տանեմ, հո ինա դու չեմ գնում ժամը 1-ին։ Ես հասկանում եմ, մի մոռացիր որ մենք նույն ոլորտից ենք, ես հասկանում, եթե իհարկե ինչ որ տղայական թեմաների մասին չի։ Դու կարաս, չգիտեմ, ժամը 11-ին հասցնես մտնես տուն։ Չեմ հասցնում, հասկանում ես, իմ գործի բնույթն է այդպեսին։ Չգիտեմ, այդ ամեն ինչը հասկացող է պետք, ընկալող է պետք, ոչ թե խանդող։ Մեզ պետք են այո լսող եւ ընկալող մարդիկ, որոնց մենք դեռ չենք գտել։ Հիմնականում ինձ։ Քեզ պետք է ուժեղ մարդ։ Զիրա ջան, մեր հաղորդումը երկի մասին է ցավոք։ Արա ճիշտ, արա կներեք, ես է խորացել եմ։ Լավ, դե։ Բայց ինքան հետաքրքիր է, ես քեզ բացահայտում եմ լիքը կետերում, ապրես։ Ես մաղթում եմ, որպես դու գտնես քո կողակցին, քո ընկեսին, ով դեռ սպասում է քեզ եւ դու էլ սպասում ես նրան, որպեսզի դուք միասին լինեք լիարժեք։ Փոխադարձեն։ Շնորհակալ եմ։ Իսկ ավելի լիարժեք լինելու համար այս թեման դու ինչով կամփոփես։ Աշխարհում ամենագեղեցիկ երգերից մեկը սիրո մասին։ Հանրահայտ իմ շատ շելի Հյուսթոնի երգացանկի ամենաերգն է։ I will always love you. Ես միշտ կսիրեմ քեզ։ Առանց խնդրելու պիտի էս լինի, այլ կերպ հնարավոր չի։ Գնացինք։ Սուս կարանք, չէ՞։ Ես տեքստը չեմ հիշում ներողություն։ Ոչինչ, հանգիստ բացի կարդա։ Գնանք։ Ջա։ Should Stay. I would only be in your way. So I go, but I know I think of you every step of the way. And I will always love you. Will always love you. Love you too.
Ասա։ I will always love for you. I will always love you. Love you too. Իսկ սիրում եմ։ Երբեք նստած չեմ երկել այսքան Ոչինչ։ դժվար երկ։ Էտա Շնորհակալ եմ։ Արդեն գործի գնալուց նստած կարած երկես։ Զիրոյան, ես Ջան։ երբեք չեմ կարողանում նստած լսարանի առաջ իրքել։ Ես էլ եմ սնդիկ, պիտի կանգնեմ, շփվեմ այսպես, եթե խոսքը համերգների մասին Հա, է։ դե բա։ Այս տարբերակում հետաքրքիր էքսպերիմենտ է, որտեղ նաև Դուք ինձ ինձ եմ բացահայտում ես, բացահայտում։ ոնց, Շատ ոնց։ շնորհակալություն, այս նվագախմբի սիրառվեցի, մերսի շատ։ Yeah. Վաու։ Ծափը ապրես։ Անկեղծ։ Ես մեր հետևորդներին եմ ուզում հիշեցնել, որ այստեղ ամեն ինչ կենթանի է, լայվ է, եւ իհարկե մեր Սյուզաննան իր փայլուն ձայնով love is you։ Ամեն ինչ լայվ է, եթե ինչ-որ մի բան էլ լսեք, այնպես չի, նորմալ է։ Սիրուժ ջան, հայկական շոու բիզնեսում դու ունես քո ուրույն տեղը։ Չէ, այդպես արդեն դառնում։ Ունես քո ուրույն տեղ, քո մասնաբաժինը, որ նվաճել ես տարիների ընթացքում։ Բայց այդ ճանապարհին ինչ որ բաներ բաց թողել ես, թե կերտել ես։ Եվ կերտել եմ, եւ բաց եմ թողել։ Վայ, Անկեղծ։ լավ, արի բաց թողնելուց։ Գիտես ինչի, խոսեմ։ որովհետև մեզ միշտ այդ պայն թվում է, որ մենք անում ենք մաքսիմալը, բայց անցնում է ինչ-որ մի ժամանակահատված, ետ ենք նայում ու հասկանում ենք, որ չէ, բայց ես ավելին կարող եի, ուղղակի այդ պայն այդքանն էի գիտակցում։ Այս առումով ես ինձ համար, հա, իմ կյանքի համար, այս իրավիճակները համարում եմ ավելի բաց թողումներ փոքրիկ, բայց կարևոր է դա գիտակցելը ու գոնե հաջորդիվ կարողանալ լրացնելը։ Իսկ ձեռքբերումները անհնար է ուղղակի դու քրտնաջան չաշխատես ու ձեռքբերումներ չունենաս։ Ես ամենայն դեպս իմ կյանքի փորձով վստահորեն այս փաստը կարող եմ այսպես ստորագրել։ Իսկ հայտնի լինելը քեզ համար ավելի շատ ոնց ասեմ, նվերա թե բեռա։ Անկեղծ ասեմ։ Հա, բանկերտ պիտի խոսես։ Այսօր արդեն մի քիչ բեռա, գիտես ինչու։ Գիտեմ, որ եւ հերոստատիտողը եւ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր կդիտեն այս ամենը, կասեն, դե լավ, դե չէիր ուզում հայտնի դառնալ, բա ինչու ես այս ոլորտում, որովհետեւ սիրում եմ երաժշտությունը ամեն ինչից շատ։ Երաժշտությունն ասիրում։ Հա, դե Սիրում եմ բեմում լինել, կիսվել իմ էմոցիաներով, երաժշտության, նոտաների միջոցով, կիսել իմ էմոցիոնալ դաշտը շատ-շատերի հետ, բայց եթե խոսենք հայտնի կամ չհայտնի լինելուց, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ առօրյայում ես չեմ սիրում, երբ ինձ ճանաչում են։ եղելա որ քո հայտնի լինելու համար ինչ-որ սահմաններ անցնես։ Գիտես, գուցե անցել եմ սահման ավելի վաղ տարիքում, որ չեմ գիտակցել, որտեվ անհնար է ես գիտակցված սահման անցնեմ։ Հաստատ դա կա իմ մեջ, բայց ես ինքս չեմ սիրում, գիտես, այսօր եթե թեմայից մի փոքր այսպես ուրիշ բան ուզում եմ ասել, մեր ժամանակ, մեր սերնդի ժամանակ, գիտես, շատ դժվար էր եւ որպես դերասան, եւ որպես երգչուհի, ընդհանրապես ինչ-որ տեղ գտնել եւ ունենալ։ Այսօր նաեւ առնչվում եմ, գիտես, դեպքերի, որ 3 չի առաջ օրը էկրանում են, 1-2 անգամ քեզ տեսնում բարև անգամ չեն տալիս։ Այսա ինձ համար Դե հիմա չխոսամ։ Չէ, անհասկանալի, գիտես, այսա դեռ չհասած նպատակին իրականում այդ ճանապարհը չունեցող մարդու համար չարթարացված երևույթ է ինձ համար, որ ժամանակից շուտ սկսում են արդեն մենք աստղ ենք, մեզ դիպչել չի կարելի, մեզ հետ խոսել չի կարելի, ես դա չեմ ընկալում։ Այ օրինակ հայկական շոու բիզնեսում ինչն է որ քո վրա ազդում է։ Ու ինքան բան այնց վրա ազդում է։ Չես ընդունում ու վերջ։ Այ շատ բան կա, կլինեմ անկեղծ, որ հիմա ես ոչ միայն չեմ ընդունում, չեմ հասկանում։ Չեմ հասկանում եւ չեմ ընդունում, որ ամեն ինչը բոլորը մեկ տեղում, չգիտեմ, կան մարդիկ, ովքեր միայն կոմերցիոն դաշտում են եւ բայց ուզում են լինել այսպես իրական արտիստի ամպլուայի տակ, կոմերցիոն դաշտում լինելը վատ բան չի։ Մենք էլ նաեւ կանք այդ դաշտում, բայց կան մարդիկ, ովքեր արտիստի կոչում իրենք իրենց են տվել։
Այս երևույթի հետ ես չեմ համակերպվում։ Արտիստ երևի թե կյանքիդ ավելի այսպես խորը ու ավելի մեծ տարիքում դու պիտի կոչվես, անցնելով շատ ուրիշ դժվար ճանապարհ, ոչ թե հիմնականում ինչ որ մի եթերաշրջան երգել կամ խաղալ կոմերցիոն դաշտում ու այդպես ես արտիստ եմ։ Բայց դու քեզ արտիստ իմ համարում ես, չէ՞։ Ոչ։ Ինչի։ Երբ որ խորանում եմ, գիտես, ես երգչուհի եմ հիմա, որովհետև որպես երգչուհի շատ աշխատել եմ։ Բայց էլի արտիստ ես, չէ՞ համարվում։ Ոչ ամբողջությամբ։ Բարձանում ես բեմ, երգում ես, մարդկանց արչև, չէ՞, մարդիկ շատ խաղվում են, էմոցիաներ են ապրում, այսինքն դու փոխանցում ես այն ինչը որ իրենց պետք է։ Այո։ Դա էլ մեր մասնագիտության մեջ է, մենք էլ Իհարկե։ դերասանն ենք, չէ՞, այդպես։ Բայց ես փոքրինչ համարում եմ ինձ։ Փոքրինչ։ Զիրոյան, փոքր ինչի մասին չի խոսքը։ Չէ, ես մի քիչ համեստորեն եմ վերաբերում ես ամեն ինչին, դրա համար եմ Միշտ էլ ասում։ համեստ ես։ Մի րոպե էլի։ Չէ, քո մասին է Ես խոսքը։ հասկանում եմ ինչ ես դու ասում։ Գիտես, այդպես են մինիմալ դաշտում հաշվի առնելով քո անցած ճանապարհը, իհարկե ինչ որ տեղ, բայց ես խոսում եմ այն բացարձակ իրավիճակներից, որ ես արտիստ եմ։ Դու արտիստ ես։ Չէ։ Ես եմ ասում։ Ես հիմա երգչուհի եմ։ Վայ, ցավ։ Ես արտիստ կլինեմ ավելի վաղ տարիքում, երբ որ շատ ավելի ուրիշ բաներ հաղթահարեմ։ Հասկանում։ Ինչ ես Արտիստ ուզում լինելը հաղթահարես։ վաստակում են, այլ ոչ թե ճանապարհի ընթացքում ինքնակոչությամբ զբաղվում, հասկանում Բայց ես։ դու ինքնակոչությամբ չես զբաղվում, դու աշխատում ես քո վրա։ Դու ասեմ ավելին, դու այնքան լավ ես աշխատում քո վրա, որ քեզ բերեցին սուպերստար ժյուրի։ Չէ, ես չգիտեի, որ դու Ռուսաստանում ժյուրի ես եղել։ Ես չգիտեի դրա մասին, անկեղծ ասում եմ։ Քեզ բերեցին սուպերստար ժյուրի, ինձ դա դուր եկա, որովհետև դու շատ խելացի, շատ ճիշտ մոտեցումով բոլոր երեխաներին բացատրում ես, թե ինչու ոչ կամ ինչու այո։ Եթե ուրիշ տեղեր նայենք, դրսում նայենք, որ ուղղակի իրանք եկել են իրանք կլասի համար, դու չես եկել քո կլասի համար, դու եկել ես որպեսզի մարդուն փորձես ճիշտ ուղու վրա դնես, որովհետև ժամանակին քեզ դա չեն արել։ Դու հիմա այնքան մեծահոգի ու մեծ սիրտ մարդ ես, որ դու դա ուզում ես փոխանցես եկող սերնդին։ Չգիտեի, որի մասին sense կարծիք ունի։ Չէ, դու ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում, իրական, որտեվ ես տեսնում ես, ես բեմի վրա եմ, ես միշտ մասնակիցներին եմ պահում, պաշտպանում։ Դա իմ պոզիցիան է, դե ես այդպես եմ։ Ու ես որպես դերասան, որպես մարդ, ով աշխատում է քեզ հետ, մասնագիտորեն նայում եմ, ասում, բրավո, դու քո գործը շատ բարձր մակարդակի ես անում։ Դա դու ես ասում, բայց դու ինձ հարցնում ես, դու համարում ես քեզ արտիստ։ Ես իմ տեսանկյունից եմ ասում, ինչքանով եմ համարում կամ ինչքանով ոչ։ Հա, դու, օքեյ, դու երգչուհի ես քեզ համարում։ Օքեյ, դու քեզ տենց համարի։ Բայց ես շատ անկեղծ, լուրջ, եթե նայել եք կամ չեք նայել, Ինչ համար շնորհակալ եմ։ ինքը շատ անկեղծ է պատասխանում ու ասում է ինչի չէ։ Ես գուցե կուլիսում ասում վայ, դե, բայց Դու միշտ ասում ես Սյուզաննա։ Սյուզ ջան, օրինակ չէ, գիտենք, որ դու հզոր մարդ ես, հզոր ձայն ունեցող մարդ ես։ Կա մի երգ, որ ցույց կտա քո նուրբ կողմերը։ Որովհետև նուրբը դա կանացի է։ Իսկ կինը միշտ գեղեցկացնում է ցանկացած տարածք, որտեղ նա հայտնվում է։ Մեզ համար դարձել է այս էջ, երբ որ մեր Նարեկը ինչ-որ բան է նվագում, ու ես փորձում եմ գովաբանել, Իդեպ շատ գեղեցիկ է նվագում։ հաջողախոսել գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Դու նուրբ ես, դու ուղղակի տեղյակ չես դրա մասին։ Գուցե եւ տեղյակ ես, բայց չես բարձրաձայնում։ Քեզ պետք է այնպիսի մի մարդ, որ կբացահայտի քո նուրբ կողմը։ Որովհետև կինը դա նրբություն է, փափկություն, քնքշանք։ Մի լարվի։ Ձայնս հաճելի է։ Իսկապես։ Շնորհակալ եմ։ Իսկ տղամարդը հզոր է դառնում, երբ որ իր կողքը քնքուշ կին է։ Տղամարդու մասին պետք չի, որ ես խոսեմ, թող դրա մասին խոսեն կանայք։ Իսկ կնոջ մասին կարելի է անverջ խոսել, որովհետև կինը չբացահայտված երևույթ է։ Իսկ երբ որ փորձեք բացահայտել մի կնոջ, հիշեք, հասել եք տեղ, որովհետև կնոջը երբեք չի կարելի բացահայտել։ Կինը միշտ պիտի մնա գաղտնիք, ցանկացած տարիքում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ես բայց հետո Դες պայից հետո ինչ երգ եկավ քո մտքին, որ կուզես
ցույց տալ քո նուրբ կողմը։ Զիրոյան, ես այս կատարումը կուզեմ քեզ նվիրել, գիտես։ Ինձ նվիրես։ Անկեղծ։ Հա։ Մինիմալիստական երգերը շատ ավելի նուրբ բաների մասին են, ու շատ դժվար է փոխանցելը։ Հա։ Մենք կարող ենք Ադելից ինչ-որ բան երգել, ընկեր Վլադ։ Ինչ-որ բան, օրինակ որը։ Love song։ Love Սիրո song։ երգ։ Սիրո երգ։ Կարանք։ Այո։ Давайте։ Ես քանի որ արդեն մի քիչ մեծ եմ տարիքով, Հա։ չեմ հիշում տեքստը։ Ես ավելի մեծ եմ այդ դեպքում, ինչ ասեմ։ Ես խոսեմ։ Հա, դու կարաս չխոսաս։ Զիրոյան, հատուկ քեզ համար անկեղծ։ Special for me. Thank you. Whenever I'm alone with you, you make me feel like I am home again. Whenever I'm alone with you, you make me feel like I am whole again. Whenever I'm alone with you, you make me feel like I am young again. Whenever I'm alone with you, you make me feel like I am fine again. However far away, I will always love you. However long I stay, I will always love you. Whatever words I say, I will always love you. I will always love you. Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Սյուզաննա, դու հովացրեցիր իմ սիրտը։ Իսկ դու տակացրեցիր իմ սիրտը։ Ես տղամարդ եմ, ես կարող եմ տակացնել, հալացնել, բայց կարող եմ նաև սառացնել։ Լավ, ամեն շատ լավ է, ամեն շատ հետաքրքիր է, հա, խոսեցինք տարատեսակ բաներից։ Սյուզաննա ջան, վերադառնանք մեր հաճելի զրույցին։ Օրինակ դու քո մասնագիտությունով, որ դու գնում ես երգելու, գումար աշխատում ես։ Իհարկե։ Հա։ Այո։ Դե ասա ինձ քո համար բավարար գումարը ո՞րն է։ Որ ամիսը մեկ անգամ գնաս ծով։ Բայց դու գնում ես ուս։ Ես գնում եմ մի քանի անգամ ծով։ Ամիսը մեկ։ Մի քանի ամիսը մեկ գնում եմ ծով, այո։ Իսկ քեզ երբևէ ասել են մարդիկ, որ երգելուց այսպես կանես կամ այնպես կանես ավելի լավ կլինի, չգիտեմ։ Փորձել են ասել, բայց խորտակվել են։ Իմ փոքրիկ նավակի պես։ Չէ, գիտես, հրավիրող կողմը միշտ գիտի հիմնականում իմ դեպքում ում է հրավիրում եւ ինչի համար։ Չէ, ես նկատի ունեմ, օրինակ կան, չէ, ավելի տարբեր մարդիկ ուրիշ որ գալիս են ասում, Սյուզ ջան, նայ, էդի որ օրինակ սենց երգես։ Չէ, ուղղակի երգի առաջարկ են արել։ Ուղղակի երգի առաջարկ Սյուզ ջան, մի հատ։ Չէ, ասել են կերգես։ Որը։ Ոչ, ասել են կերգես սևսևաչերը։ Ասել եմ ես չեմ կարող այդ երգը երգել այնպես, ինչպես որ երգողները այդ ժանրում երգում են, որովհետև անկեղծ ես ամենայն ազնվությամբ եմ ասում, նման երգեցողությունը եւս տաղանդ է Դու չեն պահանջում։ կարողա փորձենք։ Ուй, բայց ես չեմ կարող։ Ես քեզ կօգնեմ։ Բայց ինձ մոտ չի ստացվում։ Այսքան փոչուր, այսքան։
Սև-սևանջեր ամբողջ կյանքս տվեցինք սև-սևանջեր տանայնի սև-սևանջեր անայնի սև-սևանջեր Սև-սևանջեր ամբողջ կյանքս տվեցինք սև-սևանջեր Փոքրիկ նավակ խորտակվեցիր սև-սևանջեր Փոքրիկ նավակ խորտակվեցիր Սյուզաննա մտի Ես չեմ կարողանում երգել դու լես Բայ Չէ Դու կարաս Սյուզ կարաս Ես դա ասեցի սև-սևանջեր իրոք չեմ կարողանում Մի րոպե Ժողովուրդ կա մի կարևոր փաստ եկեք չխանգարենք այն մարդկանց ովքեր այդ անում են քեզանից ավելի լավ 10,000 անգամ Ամեն ինչ ունի իր տեղը, իր հարթակը։ Իր դարակում ամեն բան իր տեղը չէ պիտի ունենա։ Դե իմ մոտ դժվար որտեվ տղա Ինքը դարակ չունի Լավ, ոչինչ կինդ կդասավորի։ Չէ, ես սրա կողմնակիցն եմ։ Եթե դա ինձ մոտ լավ չի ստացվում, ո՞նց անեմ դա։ Քեզ համար կարևոր է, որ դու ինքդ քեզ հետ ժամանակ անցկացնես։ Շատ։ Դու նաև կփաստես սա, որ ընդհանրապես մեր ոլորտում գտնվող մարդիկ, բեմի մարդիկ առավելևս, որ այդքան էներգիայի փոխանակումներ են լինում, երբեմն ուզած-չուզած դու համերգներից ու ծանրաբեռնված օրվա մեջ մի քանի կարևորագույն բաներից հետո ուզած-չուզած հավաքում ես քո հոգում նաև նեգատիվը եւ որպեսի կարողանաս ճիշտ բալանսի գոնե բերել այդ էմոցիոնալ դաշտը քեզ պետք է հանգիստ, պետք է ժամանակ վերլուծելու այսինչ դրվագը նոր մարդուն կամ մարդկանց կամ տեղի ունեցածը հա ուղղակի ծանր ու թեթև անել քեզ համար Ու մի պահ անջատվես այս ամեն ինչից Համաձայն Իսկ անջատվելու համար մեզ ինչ է պետք Գնալ ծով Եկեք բոլորով գնանք Իսկ լավ ես այսպես ասեմ Մեզ անջատվելու համար պետք է գնալ Երևան, վարել մեքենա, Այո, պատոհանները փակ եւ լսել Հայկո։ Հայկոն իմ թուլությունն է, անկեղծ, մեր հայկական երաժշտության մեջ էստրադային ու ես հեսա կլացեմ, չէ։ Չէ, լացել պետք չի։ Ես երբեք չեմ համակերպվի, որ ինքը չկա հիմա երկրային աշխարհում։ Բայց կա մեր սրտերում։ Այո, կա բոլորի սրտերում։ Ես մի բան գիտեմ, մի պարզ բան գիտեմ, ինչքան մարդուն հիշում ես, ինքը այդքան ապրում է։ Այո։ Ու եթե մենք հիշում ենք, ինքը ապրում է։ Համաձայն եմ։ Հայկո դու մեզ հետ ես։ Բայց ես կուզեմ, որ դու Հայկոյի երգերից որևիցե մեկը կատարես։ Որպես Սիրով։ օրվա ամփոփում, օրվա ավարտ, որովհետև մենք խոսեցինք տարբեր բաներից, անկեղծ կամ ոչ անկեղծ դա դուք իմանաս, որտեվ ես փորձել եմ մաքսիմալ անկեղծ լինել քեզ հետ։ Ես այսքան անկեղծ որևէ հարցազրույցի ժամանակ չեմ եղել։ Շատ շնորհակալություն անկեղծ լինելու համար։ Շատ շնորհակալություն։ Քանի որ խոսեցինք Երևանից եւ Հայկոյից, չենք կարող չկատարել իր Երևանի իր տարբերակով, որովհետեւ շատերն են երգել Երևանի գիշերներում։ Օ Երևանի գիշերները կարող Որը ենք։ իդեպ ես շատ հաճախ եմ լսում, երբ շատ ուշ վարում եմ մեր գեղեցիկ մայրաքաղաքով ու իդեպ իմ թուլություններից մեկը Երևան քաղաքն է ու շատ եմ սիրում ես իմ քաղաքը։ Հայկոյի ձայնը միշտ հնչում է եւ իմ սրտում եւ իմ մեքենայում։ Ես երգել ես այս երգը։ Երբեք վայելել եմ իր կատարմամբ։ Այսօր Պրեմիերա բարուբաս երաժշտական ոդքասթում Սյուզաննա Մելքոնյան Relax Project եւ իհարկե Հայկո Relax Project Սյուզաննա Մելքոնյան եւ իհարկե Հայկո Երևանի գիշերներում Պրեմիերա Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում ու հեռավոր արվարձանում արծաթե հետքն է իր թողնում երբ միայնակ եմ ես լինում քայլերն այստեղ են ինձ բերում ու հուշերիս լքված այգում Ես անցյալիս եմ հանդիպում
քնելուխում Ես խեղդվեցի ես կեղտոտ քաղաքում Ուր չկա ազատում Իմ հուշերի անհատակ ջրհորում Դու իմ անունն ես տալիս ու կանչում Ես խեղդվեցի ես կեղտոտ քաղաքում Ուր չկա փրկություն իմ քնքուշ սևահեր Դու ինձ ում ես թողել Դու ինձ ում ես թողել Ինձ թողել հեռացել Ասա դու ով ես որտեղից Ինչ ես այդպես լուր հարաչում Ես հեռացել եմ ինձանից Ես ինձ արդեն չեմ ճանաչում Իմ հուշերի անհատակ ջրհորում Քո խենթացնող կեսադեմ քնելողում Ես խեղդվեցի ես կեղտոտ քաղաքում Ուր չկա ազատում Իմ հուշերի անհատակ ջրհորում Relax Project Վլադի գլխավորությամբ եւ իհարկե ձեր խոնար ծառա Զիլոյանը կհանդիպենք ու փորձեք գտնել ձեր միջի մեղեդիները, որովհետեւ հավատացեք ավելի կերջանկանաք Կհանդիպենք երբ հանդիպենք Սուզաննա I love you Love you too Էդ ապեր ապրեք ունենք